Հարգելիներս, համեղ տորտ ստանալու իմ գաղտնիքներից մեկն եմ ուզում ձեզ բացահայտեմ։ Ասեմ, որ տնական բիսկվիտից եւ համեղ կարագով պատրաստած կրեմից բացի համային առատ հարուստ համ է փոխանցում նաեւ տորտի միջուկը։ Եվ ես ձեզ ներկայացնում եմ իմ միջուկի պատրաստման ընթացքը։ Ես սիրում եմ այսպես ելակները լավ լվանալուց բացի շաքարավազով պատեմ, ինքը իր ջուրը դուրս է տալիս, այդ ջրի մեջ ես իրան եռ եմ տալիս եւ ստանում ենք այսպիսի ախորժալի արդյունք, որը իրոք շատ համեղ համ եւ հոտ է փոխանցում յուրաքանչյուր խմորեղենի։ Ահա հարգելիներս, կուղարկեմ սառցե խցիկ, ինքը կսառի եւ երկար ժամանակ կարող եմ պահպանել սառցե խցիկում, ոչ մի համային փոփոխություն իր հետ չի կատարում, երբ պետք է հանում եմ հետ եմ բերում եւ օգտագործում եմ իմ տորթերի մեջ եւ հավելեմ, որ նույն կերպ վարվում եմ նաեւ ազնվամորու մալինայի հետ։ Ասեմ, որ 10 տարուց ավել է, որ հրուշակագործության ոլորտում եմ եւ տարբեր բաներ փորձարկելուց հետո ի սկզբանե ես ասեմ հենց ելակն էի սառեցնում եւ հետ գալուց հետո ելակը մի տեսքը փորձնում էր համային առումով թթվաշ համեր ձեռք բերում, դրա իսկ պատճառով մտածեցի, որ կարելի է այս տարբերակը օգտագործել, իրան եփտալ, եռացնել, մի հատ եռեք տալիս եւ արդեն պատրաստ է։ Անգամ իրա օշարակով էլ կարող եք համեմեկ թրջեք տորթը։ Իրոք շատ արտակարգ համ է ստացվում, թե սերուցքային կրեմով պատրաստած տորթերին եւ թե ասենք կարագով պատրաստած տորթերը շատ յուրահատուկ հիշվող համ են ձեռք բերում։ Ահա հարգելիներս, ձեր հետ կիսվեցի իմ գաղտնիքի հետ, իմ պատրաստման եղանակով, թե ոնց է ստացվում, որ իմ տորթերը իրոք յուրահատուկ համ են ունենում, դուք էլ պատրաստեք եւ մատուցեք սիրով։ Ահա հարգելիներս, տեսնում եք ինչ ախորժալի տեսք ունեն մեր ելակները եւ հավելեմ, որ իրա օշարակով էլ կարող եք ջրով բացեք օշարակը եւ շատ համեղ ելակի զովացուցիչ հյութ պատրաստեք։ Եվ ինչու՞ չէ, նաեւ շատ համեղ ժելե կարող եք պատրաստել։ Եվ հավելեմ նաև, որ այս տարայի մեջ 3 կիլոգրամ ելակ է եւ իրոք արժի գնահատել եւ արժևորել հրուշակագործի աշխատանքը։